Հարցը սուղվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետին, ՀՀ գլխավոր դատախազին, ներքին գործերի նախարարին, հատուկ քննչական ծառայության պետին, արդարադատության նախարարին, հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին, հարգելի ուժային կառույցների ներկայացուցիչներ, 2019 թվականին մարդիկ հայտնեցին փաստաթղթավորված այն մասին, որ Արսենյան Աշոտը, հանձինս Մուրադ Մուրադյանի հայտնեց, որ 2000 թվականներին իր դեմ եղել է մահափորձ, որը ուղարկել է Արսենյան Աշոտը, իր ձեռքից խլվել է Արենի գինու զավոդը, կակեբեների պատվարներում այլանդակել են, որ ինքը ինչ ունի թողա Արսենյան Աշոտի անունով, Գոյուն Հակոբյանին շինծ ու քրեական մեղադրանքներ են առաջադրել, դատապարտվել են փտման բերդերում, նմանատիպ լիքը այլ բաներ հայտնեցին։ Հանձինս Սուրիկ Բալայանի, որ դիմել էր 2019 թվականի իմ քայլի պատգամավորներից Բաբկեն Թունյանին, Հայկ Գևորգյանին, Տիգրան Կարապետյանին, Կարեն Համբարձումյանին, Գևորգ Պապոյանին, Արգիշտի Մեխակյանին, որ իր հարցը ջերմուկի արտադրամասի հարցը լուծվի կապված Արսենյան Աշոտի հետ։ Այդ մարդը տարիներ շարունակ, տասնյակ տարիներով պայքարել էր նախկին թալանչիների դեմ ու դիմել էր այս պատգամավորներին ու ինքը խնդիրներ ուներ Արսենյան Աշոտի հետ եւ դիմել էր լրագրողներին, հայտնել էր այն մասին, որ 2000-ական թվականներին, 90-ական եւ 2000-ական թվականներին Չակերտավոր Արսենյան Աշոտն էր կազմակերպել, որ իր հանքային ջրի արտադրամասում լցվեր սոլարայուղ տարաների մեջ ու պրոպան գազ, խոչընդոտվել է տասնյակ տարիներով իր բիզնեսը, իր գործը եւ չգիտեք ոնց այդ մարդը 2022 թվականին Պորշով վրաերթի ենթարկվավ եւ մահացավ։ Կայծակ Զեյթելյանը հայտնել էր, որ պարտադրված իր դեմ դրված պարտադրված պայմաններով վաճառել է ջերմուկի մայր գործարանը 2019 թվականին բացահայտվեց, թե չբացահայտվեց, բայց լրատվամիջոցով էլ ասեցին, որ Արսենյան Աշոտը ընտրակաշառք է տվել Մալիշկայի գյուղապետին ձենը 10,000-ի դիմաց, 1300 ձայն ապահովելու համար, գործը փոխանցվել է հատուկ քննչական ծառայություն ու չգիտեք ինչ զուգատիպություններով, ովքեր որ այս մարդկանց հետ խնդիրներ են ունենում, կամ ենթարկվում են վրաերթերի, մահանում են, կամ բերդերում տասնյակ տարիներով փտել են, կամ կագեբեի պատվարներում ծեծվել են այն ժամանակ, կամ մարդկանց ձեռքից ունեցվածքները խլվել, գնդակահարվել են փողոցներում, ու ես շատ մեծ այս ամեն ինչը դիտելով լրատվամիջոցներով, Մուրադի հայտնածով, Կոյրունի, գյուղապետի Մալիշկայի այդ դեպքերով եւ մնացած եւ այլն, կասկածներ ունեմ շատ մեծ, արդյոք Սուրիկ Բալայանի 2022 թվականի Պորշով վրաերթը պատշաճ ուսումնասիրվել է։ Եվ մեզ վայոց ձորցիներիս 40,000-ից ավել բնակիչ հետաքրքիր է, շատ մեծ հետաքրքրությամբ 6 տարի համբերել ենք, սպասում ենք, թե ուր է հասել Արսենյան Աշոտի այսքան գործերը, որ փուլում է հասել է արդյոք, կասեցվել է կեսից, թե ինչ այլ է, այդ պատասխանները տալիս եք դուք, ուժային կառույցի ներկայացուցիչները։ Ստե
Այդքանը, հարցը այդքանը։ Ստե ամենակարևոր հարցը նրանում ժողովուրդը այս ամեն ինչը տենալով, որ հեղափոխություն տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ու 6 տարի է այս գործերը չգիտենք որ փուլում է հասել։ Մենակ տեսել ենք լրատվամիջոցներով, որ սենց դեպքեր է տեղի ունեցել Արսենյան Աշոտի հետ կապված ու 6 տարի է ոչ մեկ ձեն չի հանում։ Միգուցե ձեն են հանել, մենք չգիտենք։ Ժողովրդին հասանելի լեզվով, ժողովրդին հասանելի լրատվամիջոցներով տարածեք կամ այս մարդուն արդարացրեք, ասեք այս մարդու վրա շինծ ու քրեական գործեր եք հարուցել, որ ժողովուրդը այս մարդուն չփնովի, չվախենա այս մարդուց, կամ հակառակը, մարդկանց տեղյակ պահեք, որ մարդիկ հասկանան, ու առհասարակ ամենակարևոր հանգամանքներից մեկը այն է, որ շատ մարդիկ ասում են, այս ամեն ինչը անձնական է, դե Մուրադի անձնական է թեման Արսենյան Աշոտի հետ, անձնականը Կայծակի անձնականն է իր հետ, ու եւ այլն, ինչ կա Արսենյան Աշոտի հետ, սա անձնավորացնում են ինչ որ անձերի հետ։ Բայց ասեմ լավ իմացեք, ժողովուրդը, որ այս ամեն ինչը տենում է հեղատեսել է հեղափոխությունից առաջ ու տենում է հեղափոխությունից հետո չբացահայտվող, հելնում ասում է ես հելամ ախպեր, արա, այս երկիրը չի դզվում, չի դզվի, տները ծախում է, արտագաղթում է, արտագաղթը որ դեից է սկսում, նման դեպքերից։ Տուն, ինչ ունի ծախում, ասում է ես գնացի, հաջողություն Հայաստան, իմ երեխեն ես ցանկություն չունեմ, որ այս երկրում մեծանա, այս ինչ է կատարվում այս երկրում։ Այս անձնավորված ինչ-որ մեկի հարցը չի, այս ազգային հարցը, ժողովրդի բոլոր անհատական վերցրած բոլոր մարդկանց հարցն է, վայոց ձորցիների անհատական վերցրած բոլորի հարցն է, որ մարդը նայելով այս ամեն ինչին չարտագաղթի Հայաստանից, չարտագաղթի վայոց ձորից ու ջերմուկից, չասի այս երկիրը տենց էլ չդզվավ ես գնացի